Ժամանակի վկան հայագիտական հաղորդաշար։ Մնայուն արժեքներ հարափոփող ժամանակներում մեր պատմությունը նոր լույսի ներքո։ Հաղորդումը վարում է շարքի հեղինակ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը։ Այսօր իմ հյուրերն են անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ հասարակական կազմակերպության նախագահ, անհայտ կորած ազատամարտիկ Շահեն Առաքելյանի մայրը Ռիմա Առաքելյանը եւ անհայտ կորած ազատամարտիկ Գագիկ Չանախչյանի կինը Գայանե Ավետիսյանը։ Արցախյան պատերազմի տարիներին մարտերի ժամանակ անհայտ կորան հարյուրավոր ազատամարտիկներ։ Նրանց մեծ մասի ճակատագիրն առ այսօր անհայտ է։ Անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքները բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնցից առաջնակարգը իրենց որդիների, ամուսինների, հայրերի մասին որևէ տեղեկություն ստանալն է։ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ հասարակական կազմակերպությունը ստեղծվել է առկա խնդիրներին լուծում տալու նպատակով։ Կազմակերպության նախագահը Ռիմա Առաքելյանը իր իսկ անհայտ կորած որդու վիշտը սրտում անթեղած դարձել է սրտակից ընկեր, մայր, քույր եւ միևնույն ժամանակ համակարգում է անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների բազմաթիվ հարցերը։ Օժանդակում պետականորեն այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Աշխարհում երկու ցավոտ բառեր կան՝ դա սպասումն է եւ կարոտը, որը բաժին է հասել Արցախյան պատերազմից մեզ։ Բոլորս շատ լավ գիտենք, որ յուրաքանչյուր պատերազմում կան եւ զոհվածներ շատ եւ անհայտ կորածներ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա 200 անհայտ կորած։ Գերիների, պատանների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Կա միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ նաեւ ես եմ ներառված եւ միայն ուզում եմ ասել, որ ամեն ինչ արվում է, որպեսզի գոնե մեկը հետ բերվի, բայց ցավոք բավականին երկար տարիներ են անցել, 23, 24, շուտով 25 եւ ոչ մեկ ազատամարտիկներից իհարկե հետ չի եկել։ Մի խոսքով եւ կլինեն եւ չեն լինի, ես չգիտեմ, բայց որ մեծ մասամ զոհված են, դրանում ոչ մի խոսք։ Մենք պիտի հաշտվենք նաեւ դրան, չնայած չենք հաշտվում, մեր սպասումը անընդհատ է։ Եվ հենց անհայտ կորածների խնդրի վրա 2000 թվականի մարտի 9-ին ստեղծվեց անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ ՀԿ, որը ծնողների թե խնդրանքով, թե ընտանիքների ունենք շատ այրիներ, նրանց հորդորով ղեկավարեցի ես։ Մինչ այսօր 16-րդ տարին է, մենք դարձել ենք մի ընտանիք երևի այն խոսքը չէ։ Մեր սրտերի վրա է փակցրած ամեն ինչը։ Եվ պատահական չէ, որ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանը մեզ հատկացրեց Մոսկովյան 5-ում գրասենյակ, նախկին զինվորական կոմիսարիատի շենքն է, Մոսկովյան 5։ Եվ այդտեղ մենք ծավալում ենք մեր գործունեությունը։ Ունենք խորհրդի կազմ 6 հոգի, ես էլ միանում եմ իրենց, դառնում ենք 7, եւ որոշումը կայացնում ենք բոլոր տեղերում։ 2000 թվականի հենց սկզբից պատմական պահերի վրա սկսեցինք աշխատել եւ նույն թվականի հոկտեմբերի 23-ին արդեն կառավարության որոշումը կայացավ անհայտ կորած ազատամարտիկի օրը նշելու մասին որոշումը կառավարության 663 համար 10-րդ հոդված։ Մի խոսքով սկսեցինք մի արժանանակ էլ ապրել դրանով։ Հունիսի 29-ին արդեն շուրջ 15 տարի պաշտոնապես նշվում է անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը։ Այդ մասին կառավարության որոշումը ուժի մեջ է մտել 2000 թվականի հոկտեմբերի 23-ից։ Ինչու հունիսի 29-ը, որովհետև Արցախյան ազատամարտում ամենաշատ 76 հոգի գիտեք կորան այդ օրը հունիսի 29-ին եւ այդ օրը հենց կառավարության որոշումն էլ եղավ եւ հիմա ամեն տարի այդ օրը մենք կառավարական այդ հանձնաժողովով եւ պարոն Օհանյանը կանգնած ենք լինում։ 2008 թվականի մայիսին ադրբեջանական կայքերում հայտնվեց մի տեսագրություն, որտեղ իբրև թե պատկերված էին Արաբո ջոկատի զոհված ազատամարտիկները։
2008 թվականին մենք տեսանք նրանց տեսագրությունը 9 րոպեանոց, մեզ ասում են, որ դա ավելի երկար է եղել։ Մենք այդպես ենք լսել եւ հենց այնտեղ ինչպես թուրքերը ասում են, որ նրանք անդրանիկներ էին, կռվեցին մինչև վերջ։ Չեք պատկերացնի ինչ էին անում, բայց հաղթանակը չէին կարող տանել, որովհետեւ դուք լավ գիտեք, ինչ կատարվեց այնտեղ։ Ոչ զինամթերք ունեին, ոչ է զինուշ։ Փառք Աստծո, մենք հիմա ունենք մեր բանակը, տեսնում եք ինչպես են պաշտպանում մեր երիտասարդ տղաները մեր սահմանի վրա, ճիշտ է լինում են զոհեր տա Աստված, որ դա չլինի, մեր նման մայրերը այլևս չավելանան, սակայն միշտ էլ լինում է, ցավոք լինում են, բայց փառք Աստծո, որ մենք բանակ ունենք, որ մենք ոչ մեկի կարիքը չունենք այսօր, դրա համար մենք շատ հպարտ ենք, որ մենք ունենք բանակ, դրա համար ուրախ ենք։ 1992 թվականի հունիսին Արաբո ջոկատի 76 ազատամարտիկներն անհայտ կորան Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղի մոտ ընթացող մարտերում։ Այդ օրը Արցախյան ազատամարտի դժվար պահերից մեկն էր, ես կասեի երևի ամենադժվարը, եւ գնացին ոչ ռացիաները աշխատեց, ոչ մի բան, ու քանի որ կանոնավոր բանակ չունեին, գիտեք, ստեղծվում էր տղաների թիկունքում էր դեռ ստեղծվում բանակը եւ կանոնավոր բանակ չունեինք, երևի հենց դա էր պատճառը, որ այդպես ստացվեց, որ տղաները փրկություն չունեցան։ Ոչ մեկը ձեռքերը վերև չի բարձրացրել եւ մինչեւ վերջ կռվել է, նույնիսկ արդեն փամփուշտները հատած, նրանք ձեռքով են սկսել կռվել թուրքերի դեմ։ Ես կարծում եմ, որ նրանք հերոսաբար զոհվեցին եւ կարծում եմ, որ բոլորն էլ արժանի են հերոսի կոչման։ Ճիշտ է, անհայտ կորած են, բայց նրանցից շատերին տեսանք մենք ընկած եւ ոչ թե ճանաչեցինք, այլ տեսանք։ Կարծում ենք, որ գոնե դրանց պետք է պարգևատրեն։ Եվ մինչ այսօր նրանց նույնիսկ դիակները հետ չի բերվել, բայց դրա վրա հանձնաժողովը աշխատում է, պրոֆեսիոնալ հանձնաժողով է, հիմա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որտեղ մեր միակ կապը միայն Կարմիր խաչի գրասենյակն է Բաքվում, ուրիշ այլ ձևերով մենք չենք կարողանում կապ հաստատել նրանց հետ։ Իսկ եթե լիներ այնպիսին, ինչպիսին մենք ենք, կարծում եմ, որ վաղուց եւ իրենց մոտ եւ մեր մոտ այդ խնդրը լուծվել էր։ Գայանե Ավետիսյանի ամուսինը Գագիկ Չանախչյանը Արաբո ջոկատի կազմում մասնակցելով Հասանղայա գյուղի ճակատամարտին անհայտ կորել է։ Գագիկը հայրին ասել շատ լավ հոգատար անձնավորություն է։ Ունենք 3 երեխա, 2 աղջիկ, մի տղա։ Այն ժամանակներ, երբ միտինգներն էին, ցույցերն էին, ես հիշում եմ, նույնիսկ մենք միասին մասնակցում էինք։ Ուշքի միտքը դա էր, հայրենիք, խաղաղություն։ Այնպես ստացվեց, որ այդ օրերին ինքը շատ ընկերներ ունեցավ, հիմնականում մտերիմ էր Արաբո ջոկատի տղաների հետ։ Դա էլ երևի իրեն պետք էր, որ ներգրավեր այդ կռվի մեջ, այդ շարժման մեջ։ Մեկ օր ինքը սկսեց համագործակցել, սկսեց մարտերին գնալ 90-ական թվականներից, արդեն սկսեց ինքը մասնակցել շարժմանը։ 3 մանկահասակ երեխաներ ինքը թողեց ու սկսեց գնալ շարժման։ Ինձ ասում էր, ինձ պետք է պաշտպանել սահմանը, իսկ ինչ վերաբերում է քեզ, դու պետք է երեխաներս լավ մարդ դաստիարակես։ Եղավ իմ գործը նա, որ ես 3 երեխաներին դաստիարակեցի, մեծացեցի այնպես, ինչ որ ինքն էր ցանկացել, որպես ճիշտ Հայաստանի նվիրված ու արժանի քաղաքացիներ։ Ստացան բարձրագույն կրթություն, իրենց հոր ցանկությունը կատարվեց։ Սպասումը, դժվարությունները իհարկե բոլորիս խեղդում են, բայց այնքանով հպարտ ենք, որ իրանք հանուն ինչի են գնացել, ում համար են գնացել, ինչ են արել, նպատակը իրենց, մեր հողի համար, մեր երեխաների համար, հայրենիքի համար։ Հպարտ ենք մենք շատ, եւ ցավում ենք, եւ հպարտանում ենք։ 23 տարի դրանով ապրում ենք։ Տիկին Ռիմայի որդին Շահենը նույնպես Արաբո ջոկատի անհայտ կորած ազատամարտիկներից է։ Մի ամիս հետո պիտի լրանար 27 տարին եւ ուզում եմ բոլորին էլ միացնեմ իմ տղային եւ ասեմ, որ այո, նրանցից շատերը, համարյա բոլորը ազատամարտիկներ ունեին, ընտանիքներ եւ երեխաներ։ Ուներ նաեւ իմ տղան։
Մենք դեր կանգնեցին կին ուսանող էր համալսարանում եւ կնոջը եւ երեխային հասցրինք իրեն նպատակին, մեր կյանքը մոռացած, լրիվ մոռացած, ավիրված եւ փառքաստո այսօր իրենք լավ մարդ դարձան, բայց ավաղ մեր տղաները հետ չեկան, բայց մի բան ինչու համար գնացին հանուն գաղափարի, հանուն հայրենիքի, այն հայրենիքի, որի մեջքը ամուր պահելու համար այսօր մեզ հետ չեն նրանք։ Մեր հպարտությունը շատերը չեն հասկանում, բայց մենք մեր վեհ կեցվածքով ստիպում ենք նրանց հասկանալու եւ հարգելու նրանց։ Անհայտ կորած ազատամարտիկները Եռաբլուրում այսօր ունեն իրենց հիշատակը հավերժացնող հուշաքար։ Խաչքար հարավարևմտյան թաղամասում, անկյուն Մայր Հայաստան զինվորական թանգարանում։ Երբ արդեն կայացավ կառավարության որոշումը, այնտեղ ռեզոլյուցիան դրվեց, որ պետք է լինի նաև հուշարձան առաջին հերթին Երևան քաղաքում, հետո շրջաններում։ Ուրեմն այդ ռեզոլյուցիայով հաջորդ տարին 2010 թվականին արդեն մենք կանգնած մեր հուշարձանի մոտ Եռաբլուրում մակետ քննարկվեց, մի խոսքով այդ ամեն ինչը, ես էլ մասնակցեցի դրան, գալիս իրենց բոլորը ներկայացնում էի ամեն ինչ, տարբեր բաներ քննարկվեց, մի փոքրիկ ինչ որ խոսքն էլ ուշադրություն դարձվեց այնտեղ եւ այլը, եւ 2010 թվականին մենք արդեն հուշարձանի մոտ կանգնած այդ միջոցառումը արինք ու երկար տարիներ արեցինք։ Մենք խաչքար ունենք։ Տիկին Ռիմայի նախաձեռնությամբ խաչքար կառուցվեց անգամ բակային միայն մեր արաբոտաների համար, խաչքար կառուցվեց հարավարևմտյան թաղամասում, ու մենք մեր հարգանքի տուրք հետեղել ենք մատուցում մեր տղաների համար, քանի որ անուն առ անուն նշված է տղաների անունը, եւ դա էլի ուշադրություն է բոլորի կողմից, նախարարի, պաշտպանության, քաղաքապետարանի, Սեբաստիան Մալացիա, եւ դա մեծ բան է մեզ համար։ Մենք չունենք շիրիմ, մենք չունենք տեղ հանգստանալու, մենք մեր երեխաների հետ այցելում ենք, ծաղիկներ ենք դնում, կարդում ենք անունը, դրանով ինչ որ փոքրիկ հույսի հանգստացնում ենք, որից հետո Տիկին Ռիմայի նախաձեռնությամբ Մայր Հայաստան թանգարանում անկյուն հատկացվեց շատ մեծ չարչարանքով, ինքը հասավ դրան, մեր տղաների նկարները փակցված էին միայն ծննդյան թվերով։ Դա էլի ինչ որտեղ սպասումի, հարգանքի, հպարտության տեղիք է տալիս մեզ, որ կանգնենք, գոնե նայենք, գոնե հանրությունը տեսնում է, չէ, մեր տղաները կան, գոյություն ունեն, գոյատևում է, ու սպասումը կա, այդ ուշադրությունը կա։ Ամբողջ մի շարք մեր տղաների նկարներ են։ Ու դա Տիկին Ռիմայի նախաձեռնությունն էր, որ իրոք հպարտ ենք ու շնորհակալ իրենից։ Իսկ ինչ վերաբերում է հունիսի 29-ի հիշատակի օրվա կապակցությամբ, ես ձեզ ասեմ, որ չի վերջանում միայն դա Եռաբլուրով, մենք հանգստի ենք գնում 1 օրյա, 2 օրյա, գնում ենք Լեռնային Ղարաբաղ 50 հոգի, հենց ովքեր որ այդ օրը կորել են մի քանի օրով, գնում ենք հիշատակի տուրք ենք մատուցում, հնարավորինս մոտենում ենք մեր տղաներին եւ ավելի ենք սփոփվում, ավելի մոտենալով կարծես թե մի փոքր հույս է տալի մեզ մինչեւ մյուս տարի ապրելու։ Գանձասար, Շուշի եկեղեցին ենք գնում ու բոլորը ամբողջ տարին սպասում են դրան։ Նախապատվությունը տալիս ենք մորը, հորը, կնոջը, երեխային։ Վերջին տարիներին արդեն գալիս են մեր տղաների երեխաները իրանց երեխաներով։ Եվ այս տարի իրենց հատուկ անկյունն ունեն Եռաբլուրում նախարարի կողքին կանգնելու իրենց երեխաներին գրկած, բռնած թաթիկներից, մի խոսքով շատ հուզիչ է, որ արդեն կարծես թե շատ դժվար է, ինձ համար էլ է շատ դժվար զբաղվել այս գործով, բայց արդեն կարծես թե սա է իմ կյանքի ապագան դարձել։ Առաքելությունը, որ այսպես շատ դժվար է աշխատել, բայց փառք Աստծո, որ մենք ունենք մեր պետությունը փոքրինչ մեզ ֆինանսավորումը, պաշտպանությունը, պետությունը, կառավարությունը, քաղաքապետը փոքրիկ ինչ որ մեզ ընթառաջում են։ Բոլոր տեղերը մասնակցում ենք, ինչքան որ հրավերներ են լում, բայց մենք այսպիսի բան չունենք, որ նեղանանք, խոսենք ուրիշներից բան, այսպիսի բան գոյություն չունի։ Մեր չափի մեջ մենք գնում ենք առաջ եւ փառք Աստծո մարդիկ էլ հարգում են, մենք էլ իրենց ենք հարգում։ Մնում է մեզ միայն պաշտպանել մեր հայրենիքը, աշխատել մեր հայրենիքի համար, աշխատել մեր ընտանիքների համար եւ ինչպես ասում են, մենք էլ մի կաթիլով մասնակցենք հզորացմանը մեր երկրի։
Իրանք ուզում են միայն իրանց կորածին։ Ես արդեն բոլորին գիտեմ անգիր։ Մենք հուշերով ապրում ենք։ Անգիր։ Ապրում ենք, ես ամեն դրվագ, ամեն երեխայի, ես ասում եմ գնում եմ թանգարան, գնում եմ Գերաբլուր, թորնիկի թե թաթիկը բռնած պապիկի նկարը նայում, գոնե հիշում են։ Մենք հիշողություններով այդ դրանով ենք ապրում։ Իմ տղայիս թորնիկը, ծորնիկս, այդ կորած տղայիս, այսպես ձեռքը մեկնել էր ծարսեր եղե բռնելու։ Գիտեք, կարող ենք մենք հիշենք, կարող ենք մեր հարազատները հիշեն, բայց երբ հայրենիքն է հիշում, դա բոլորովին այլ է, որտեղ ինչպես ասեցի, մեր տղաները գնացել են հանուն հայրենիքի, մեր տղաների ստեղծածն է։ Տղաներից հետո մնացին միայն հուշեր։ Այդ հուշերում նրանք մնացին հավերժ երիտասարդ, առնական, վայելչակազմ, հպարտ, ուժեղ։ Տարիներն անցան եւ տարիների հետ նրանց ծնողները, կանայք, երեխաները նույնպես մեծացան, տարիք առան։ Շատերի ծնողներն արդեն չկան։ Երեխաներն իրենց ընտանիքներն ունեն, թոռներ, ծոռներ, բայց ապրողների հոգու խորքում մնաց երկու մորմոքող բառ՝ սպասում եւ կարոտ։ Ավարտվեց ժամանակի վկան հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրերն էին անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ հասարակական կազմակերպության նախագահ, անհայտ կորած ազատամարտիկ Շահեն Առաքելյանի մայրը Ռիմա Առաքելյանը եւ անհայտ կորած ազատամարտիկ Գագիկ Չանախչյանի կինը Գայանե Ավետիսյանը։ Հաղորդումը պատրաստեց եւ վարեց Իրինա Բարսեղյան-Կրպեյանը։ Հետևեք ժամանակի վկան հաղորդաշարի ընթացքին եւ ժամանակակիցների վկայություններից կատարեք անհրաժեշտ հետևություններ։